Բարի երեկո սիրելի հայրենակիցներ, ես հիմա նայում եմ հարցերին, գրեթե 1 ժամ առաջ խնդրեցի, որ շաբաթվա իրադարձությունների վերաբերյալ հարցեր տաք, եւ մենք շաբաթը միասին ամփոփենք, եւ եթե տեսնենք սա լավ ֆորմատ է, այսինքն ֆորմատը գործում է եւ մարդիկ հետաքրքրված են, բնականաբար այն կպահպանենք, այսինքն մենք ունենք ժամանակ առ ժամանակ, այսինքն դեպքից դեպք որ խոսում ենք ու եթերներում, ունենք մեր ոդքասթները, ամեն շաբաթ օր Կարպիս Փաշոյանի հետ էպիզոդը եւ նաեւ կարող ենք այս ֆորմատը նույնպես ավելացնել, որովհետեւ շատ արձագանքներ կան, որ պետք է ավելի հաճախ խոսել եւ ավելի շատ տարբեր իրադարձությունների անդրադառնալ։ Հիմա քանի դեռ մարդիկ հիմա հավաքվում են, ես ուրեմն փորձում եմ հասկանալ տեխնիկապես մենք պատրաստ ենք թե ոչ, մենք հարցերը ստացել ենք լրիվ, ընտրել ենք 10 հարց, մեծ հաշվով խմբագրված, բայց հարցերը աճում են եւ 10-ից ավելանում են, հետեւաբար մի հատ հասկանանք, այսինքն 10 հատը կպատասխանենք, կտեսնենք, եթե 10-ից այն կողմ նույնպես ժամանակ ունենք, այսինքն դեռ ժամանակ կա պատասխանելու, կշարունակենք պատասխանել։ Երևի թե արդեն անցնենք պատասխանելուն, 10:35 է, ես եթե չեմ սխալվում, ձեզ խնդրել էի, որ հարցերը տաք եւ ուղիղ եթերը կանենք 1 ժամից 10:30, այսինքն կարող ենք հիմա սկսել հարց ու պատասխանը եւ հուսով եմ ովքեր որ հետաքրքրված են միացել են կամ դեռ կմիանան, կտարածեն այս տեսանյութը, մյուսները նույնպես կդիտեն։ Ձայնը նորմալ է, չէ՞, սիրելի հայրենակիցներ, ձայնի հետ կապված խնդիր չունենք։ Անցնենք հարց ու պատասխանին։ Գիտեք, հարցերը բազմաթիվ են եւ շաբաթվա հետ են կապված եւ շաբաթվա հետ կապված չեն։ Վարչապետի Թուրքիա այցի նպատակը եւ արդյոք այն կապ ունի եկեղեցու դեմ արշավը Թուրքիայի հետ եւ մասնակցելու եք երթով դեպի Էջմիածին։ Ուրեմն մամուլում հաղորդագրություն տարածվեց, որ Ադրբեջանի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով վարչապետը կայցելի Թուրքիա, գիտեք հանդիպում տեղի ունեցել ոչ թե մայրաքաղաքում, այլ Ստամբուլում, մեզ հանդիպման վերաբերյալ չեն տրամադրել ոչ հայտարարություն համատեղ, այսինքն չի եղել Թուրքիայի նախագահի Հայաստանի վարչապետի համատեղ հայտարարություն, չի եղել մամուլի ասուլիս, որտեղ հարց ու պատասխան կլինի, եւ սա նշանակում է, որ կողմերի միջև այնքան տարածություն կա, որ հնարավոր չէ ընդհանուր հայտարարություններով հանդես գալ, եւ ես կասեի, որ այցը զուտ հիմա այս պահին ինքը ներկայացնում է որպես պատմական այց, երբևէ չի եղել նման բան, բնականաբար եղել է նման բան, Հայաստանի նախագահների այցեր են եղել, բայց ամեն դեպքում անցնենք առաջ, պատմական է թե պատմական չէ, կյանքը ցույց կտա, մենք չգիտենք ինչ քննարկումներ են եղել, մանրամասներ չունենք, եւ ես կարծում եմ դեռևս շատ վաղ է գնահատել այս այցի արդյունքները, որովհետեւ ինֆորմացիաները նոր են գալիս, օրինակ միջազգային մամուլը նոր այսօր արձագանքում է, որ Արցախի կորուստը, Լեռնային Ղարաբաղի կորուստը ցեղասպանության պահանջի դեֆորմացումը կամ չգիտեմ, ուրացումը, ցեղասպանության հարցի քննարկումը Հայաստանի ներսում այն փոխել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 22 թվականի, եթե չեմ սխալվում, հուլիս ամսին Հայաստան-Թուրքիա պայմանավորվածություն է ձեռք բերվել, պետական սահմանը բացել 3-րդ երկրների քաղաքացիների համար եւ դիվանագիտական ազնագիր կրողների համար։ Հրապարակային ասվել է եւ որևէ բան տեղի չունեցել։ Անգամ այս նվազագույն բանը չի եղել։ Ընդ որում այն ժամանակ դեռ Լեռնային Ղարաբաղ կար, ժողովուրդ էր ապրում Լեռնային Ղարաբաղում։ Այսինքն այդ պայմաններում այս պայմանությունը ձեռքաբերվել, հիմա ոչ մի բան չկա, Հայաստանը Արցախից չի խոսում, Լեռնային Ղարաբաղից չի խոսում, ես չգիտեմ, օրինակ Թուրքիայի նախագահի հետ քննարկվել է Լեռնային Ղարաբաղում, Լեռնային Ղարաբաղից առևանգված, ձերբակալված մեր հայրենակիցներին ազատ արձակելու ռազմագերիների, քաղաքաբանտարկյալների հարցը ոչ մի բան մեզ հայտնի չի։ Հետաբար այս մասով գնահատականը ես կարծում եմ ավելի կթողնեմ ավելի մանրամասն ապագայում անդրադառնալու համար։ Այս պահին ես ձեզ ասում եմ, այն ինչ որ մենք տեսնում ենք, որ կա, այն ինչ որ
երևացող հատվածն է։ Ժամանակին ես ասել եմ, որ Հայաստանի համար լավ պլատֆորմ կարող է լինել 3 գումարած 3-ը։ 3 գումարած 3 նշանակում է, որ Իրանի Իսլամական Հանրապետություն, Թուրքիայի Հանրապետություն, Ռուսաստանի Դաշնություն եւ մյուս կողմից Հարավային Կովկասի 3 երկրներ է։ Հիմա եթե Հայաստանը մտածում է, որ Ռուսաստանին պետք է մերժեն բոլոր հարթակներից դուրս թողնեն, բայց գնան Թուրքիայով ինչ որ բաներ պայմանավորեն հարցերը լուծվի, չի լինելու, որովհետև այս տարածաշրջանի ազդեցիկ երկիրները 3-ն են։ Դու չես կարող միայն մեկով այդ խնդիրները լուծել։ Եվ նաև այն ֆոնին, որ օրինակ այնտեղ խոսվում է խաղաղության խաչմերուկի մասին, խաղաղության խաչմերուկ, այն պահին, որ այդ խաչմերուկի տարածքը հենց հիմա այրվում է, խաղաղության վառվող մի հատ տարածք է, խոսքը գնում է, ասենք, մեր հարևան Իրանի Իսլամական Հանրապետությունը, որ Միացյալ Նահանգներում հենց հիմա քննարկում են, որ նահանգները նույնպես հարվածի թե չհարվածի եւ մեծ լոբինգ ա գնում, որ նահանգները հարվածի։ Բարձա մագա շարժման մեջ ճեղքում կայ են կողմից է լոբինգ կոր Միացյալ Նահանգները չպետք է միջամտի, բայց չգիտեմ, Ժորժ ջան, դեպքերը շատ արագ են զարգանում։ Ուզում ասեմ, այդ պայմաններում, այդ իրավիճակում, ասենք, այնտեղ բախաղության խաչմերուկը բան, եւ մյուսը նայում են վարչապետի հանդիպումը հայ համայնքի հետ, որտեղ ասում է դե Ժորժ ջան, իրանք ուզում են գնան գան։ Մենք ինչի՞ պիտի դեմ լինենք գնալ գալուն։ Ժորժ ջան, իրանք չեն ուզում գնան գան։ Իրանք ուզում են, որ այդ տարածքում մենք չլինենք, նոր իրանք գնան գան, որը կոչվում է կորիդոր, որը կոչվում է միջանցք։ Հետո ասում է ոնց էլ մենք տանք, անունը լինի խաղաղության խաչմերուկ։ Մեկ է իրանք անուննել են Զանգեզուրի միջանցք։ Եվ ժամանակին դա անհանդուրժելի ձևակերպում էր։ Այդ բարի վրա էին կենտրոնացել, ամբողջ ռեսուրսը բարի վրա էին ծախսում։ Ժորժ ջան, այդ մարդիկ ոչ թե ուզում են գնան գան, ուզում են այդ տարածքում մենք չլինենք, նոր իրանք գնան գան։ Դա է իրանց ուզածը։ Այսինքն էլի մանիպուլացված է ներկայացում իրանց ուզածը։ Իրանք չեն ուզում խաղաղ գնան գան, բան, թե որ ուզեին այդպես։ Բոլոր սահմանները կբացվեն։ Իրանք ասում են հենց այդտեղ, հենց այդ մասում։ Մենք պետքա գնանք գանք, դուք չպետքա այդտեղ լինեք։ Դա ցեղասպանության շարունակությունն է։ Ցեղասպանությունն էլ է այդ ձով եղել, որ մենք ուզում ենք ստեղ դուք էլ չապրեք, մենք կորոշենք ովքեր կապրեն, եւ այդտեղ մեզ մորթել կոտորել։ Հետո այնտեղ նաեւ գազանի պահը, այսինքն ցեղասպան գազանի պահը քննարկվում է, որ այդ գազանը դե այդքան էլ չի գազան, ախր այդ գազանը ինչի, բայց այս թեմանային անդրադարձել եմ սերիայնակիցներ, ցեղասպանության ուրացման արշավի շրջանակներում, բայց այդ ուրացումը ձեզ ասում եմ, անգամ չի բերել նրան, որ 2022 թվականի ձեռք բերված պայմանավորվածությունը երրորդ երկրների համար հայ-թուրքական սահմանի բացումը տեղի ունենա։ Անգամ այդ ամբողջ ուրացողությունը չի բերել դրան։ Գնացինք առաջ։ Վաղը բան կա, երթ կա դեպի Էջմիածին, ուխտագնացությունը, սայան, նայան, սիրելի հայրենակիցներ, հայտարքի բան եք ասում, լավ բան եք ասում, բայց ես ուզում եմ ձեզ ասել, որ իմ դիրքորոշումը հետևյալն է, որ որքան որ հայ-առաքելական Սուրբ եկեղեցու պաշտպանությունը Նիկոլ Փաշինյանից կապվի քաղաքական այն օպոնենտների հետ, որոնց ժողովուրդը մերժել է 18 թվականին, այնքան վատ է լինելու հայ-առաքելական եկեղեցու համար։ Հետաբար այս հիմնարար հարցերը չհասկանալը սա ուղղակի բան է, էլի, չգիտեմ, եկեղեցուն լավություն է, թե վատություն է։ Հիմա ես տեսա, որ երթ են կազմակերպել, երթի կազմակերպիչը ներկայացվում է, որ Մասիսի քաղաքապետն է, ով որ Սերժ Սարգսյանի վարչապետի թեկնածուն է իմպիչմենտի հարցերով, եւ ամբողջ ՀՀԿ-ն գրում է, որ վաղը պետք է գնանք այնտեղ։ Այսինքն դա դառնում է հանրապետական միջոցառում, հանրապետական կուսակցության միջոցառում։ Դե հանրապետական կուսակցության միջոցառումը դրանով հնարավորություն է տրվելու, որ իշխանությունը ավելի թիրախավորի եկեղեցուն, ասի նայեք, ով է եկեղեցին պաշտպանում, ովքեր բան եւ բոլորը sense կապվեն իրար։ Այսինքն այս իմաստով ես կարծում եմ դա քաղաքականացնել այդ մասը, այդ հատվածը, դա վնաս է հայ-առաքելական եկեղեցուն եւ մենք մեր պաշտպանությունը, մենք մեր մոտեցումները մանրամասն բազմիցս արտահայտել ենք, այն սկսված այդ քերակնգապատությունից սկսած ես հենց այդ պայմանամիջապես եթե մտել խոսել եմ այդ մասին եւ դրա համար ես կարծում եմ մեծ հաշվով Նա Սերժ Սարգսյանի թիմը փորձում է եկեղեցու դեմ պայքարը բերել իր մոտ կապիտալիզացնել։ Հիմա այդ ընթացքում նաև կալանավորվել է Սամվել Կարապետյանը, որի մասին ես խոսել եմ արդեն 2-3 անգամ։ Հիմա նաև այդ անունը նույնպես ներգրավվել է վաղվա այդ process-ի մեջ։ Պարզա Կարապետյանները կապ չունեն այդ process-ի հետ, բայց նրանք փորձում են նաև այդ անունը օգտագործել, որ ավելի շատ մարդ հավաքեն, հետո ասեն նայեք, մեր վարչապետի տեխնացուն այսքան մարդ հավաքեց, ուրեմն մենք հզոր ենք, բան, ժողովուրդ
շատ վատ է լինելու։ Այդ ամեն ինչը վատ է, լավ տեղ չի տանում, ավելի վատ է լինելու իրանց վիճակը, քան հիմա է։ Ասենք, էդ է։ Մնացածը հավատքի ուխտագնացության, տոնը նշելու, բանի, մասունքներին մոտենալու բանի մասով ես կամ միշտ ես այդտեղ եմ, հաշվեք, ոնց կմասնակցեմ, ոնց կլինեմ այդտեղ, չգիտեմ, կարող վերջում գնամ, կարող հետո գնամ, կարող առանձին գնամ, էական չի։ Բայց ամեն դեպքում արդեն այդ քաղաքականացված ակցիան ինքը վատ է, չի կարող այդտեղ լավ բան լինի։ Գնացինք առաջ, հաջորդը Ինչ անել Չարիքի իշխանությանը հեռացնելու համար, Ժորժ ջան անդադար դրա մասին խոսում ենք, առողջ ուժերի կոնսոլիդացիայից ենք խոսում ենք նրա մասին, որ նաև խորհրդարանական ընդդիմությունը ամեն ինչ անում որ Նիկոլ Փաշինյանի գործերը լավ գնա եւ ինչ անում են իրան են օգուտ տալիս եւ էսա տեղի ունենում։ Դոկին ինչու են բանտում պահում, պահանջեք եւ օգնեք, որ նրան բանտից ազատ արձակեն։ Խոսքը Վարդան Ղուկասյանի մասին է։ Դուք բոլորդ գիտեք, որ ես մի անգամ մանրամասն խոսել եմ Վարդան Ղուկասյանի մասին եւ հստակ հիմնավորել եմ, որ նրա կալանավորումը նախկին եւ ներկա իշխանությունների համատեղ օպերացիա է եղել, որովհետեւ նրա դեմ այդ հաղորդումը, որ տրվել է Հայաստանի Հանրապետությունից դեպի Միացյալ Նահանգներ, այսինքն ֆիքսում ենք, որ Վարդան Ղուկասյանի հենց հիմա ազատազրկումը, որ կա Ամերիկայում, ամերիկյան իշխանությունների հետ կապ չունի։ Դա Հայաստանի իշխանությունն է արել, այսինքն նա երկար տարիներ քննադատում է Հայաստանի իշխանություններին, նաև նախկին իշխանություններին, եւ վերջապես ոնց անեն, որ նա ինձ ազատվեն, գլխավոր դատախազությունից նա մակա գնացել, եւ նա հիմա անազատության մեջ է։ Այսինքն նա Ամերիկայում կալանավորված է, բայց Հայաստանի կողմից է հաշվեք կալանավորված։ Սա է իրավիճակը։ Եվ հաշվում ենք հետևյալ կերպ, որ Նիկոլ Փաշինյանին քննադատող նրա հետ չհամաձայնող մարդը նրա գործուն աջակցությամբ, նաև այստեղ նախկիններն են դերակատարներ եղել, քրեական գործով, քրեական գործը այդպես է այստեղից գնացել, հա։ Նա այդ ճանապարհով նրան ազատազրկել են, որ նա լրի։ Դրանից առաջ կարանք հետ գնանք, իրար հետ կապ չունեն, բայց ընդհանուր առմամբ սրանք շատ կարևոր են արձանագրել, էլի։ Կար ասենք Ռուբեն Վարդանյանը, որ Լեռնային Ղարաբաղում էր, հայ մեծահարուստ, միլիարդատեր, բարերար, բարեգործ, նա նույնպես սկսեց քննադատել Նիկոլ Փաշինյանին, համաձայն չէր նրա հետ եւ նա էլ հիմա ասենք նստած է Ադրբեջանում, Բաքվի բանտում, ընդ որում առաջին հայտարարությունը Twitter-ում հենց նրան ձերբակալեցին, ես եմ արել անգլերեն լեզվով եւ այդ ժամանակ որպես հատուկ հանձնարարությունով դեսպան, այսինքն, բայց իմ նախաձեռնությամբ եմ արել, ուզեմ ասել, որ նաեւ նրանց շահերը Հայաստանի Հանրապետությունը պաշտպանելու մասով, օրինակ, բանակցային որևէ ֆորմատում քաղաքական այդ հարցերը չեն քննարկում։ Ասում եմ եվրոպական դատան բան ենք դիմել, դե չգիտեմ, դե թող եվրոպական դատանը որոշի բան, դա հեքիաթ է։ Այսինքն նրանց բանտարկությունը քաղաքական է։ Նրանց չպաշտպանելը նշանակում է Հայաստանի Հանրապետության դեմ այնտեղ եփվող գործին մնալ անմասն, որը հետո մեր գլխին է ջարդվել։ Այսինքն այնտեղ հարցը ոչ թե Ռուբեն Վարդանյանն է, դուք իրան սիրում եք, չեք սիրում։ Այսինքն հարցը նա է, որ այդ մարդն էլ է համարվում պոտենցիալ անհամաձայն, չհամաձայնվող եւ կալանքի տակ է։ Գանք մյուս հայ միլիարդատերին, ասենք Սամվել Կարապետյանը, որ չի համաձայնվում իշխանության հետ, համաձայն չի իշխանության հետ, որ եկեղեցու դեմ էս արշավը գնում է, հա, իրեն որ նա քաղաքական գործիչ չի, արձանագրում ենք, նա քաղաքական գործիչ չի, նա քաղաքական գործիչ չի, նրա հայտարարությունը քաղաքական չի կարելի համարել, նա որպես բարերար մարդ, հայ մարդ եւ մեծ ներդրող Հայաստանի Հանրապետությունում իր կարծիքն է ասել։ Եվ նա հետապնդվում է իր այդ կարծիքի համար, հենց հիմա գտնվում է կալանավորված եւ գտնվում է կալանքի տակ։ Այսինքն բոլոր այն մարդիկ, ովքեր ազդեցություն ունեն, ասենք մյուսը մեկը մեդիա տարածքում, մյուսը որպես բարերար, այն մյուսը որպես մեծ ներդրող, այն մյուսը Լեռնային Ղարաբաղի հետ կապված, բոլորը ազատազրկման մեջ են։ Տարբեր ձևերով, մեկը Միացյալ Նահանգներում, մեկը Բաքվում, մեկը Հայաստանում, հանկարծ չասեք ինչ եք մեկին մյուսի հետ համատում, որևէ մեկին որևէ մեկի հետ չեմ համատում։ Բայց այդ մարդիկ մեկը ընդհանրություն ունեն, որ ունեն ազդեցություն ունեն հանրային կարծիքի վրա, ունեն ազդեցություն հանրային կարծիքի վրա եւ կալանավորված են։ Ունեն ազդեցություն համաձայն չեն Նիկոլ Փաշինյանի հետ, իրեն քննադատում են եւ կալանավորված են։ Շատ բան կա, այդպես ընդհանուր բաներ են տեղի ունենում, որ մենք խորը նայենք, տեսնում ենք ինչ է կատարվում։ Այսինքն դա էլ Վարդան Ղուկասյանի դոգի հետ կապված։ Ես ասել եմ, որ
դատարանը, ամերիկյան դատարանը նրան բացառում են, որ Հայաստան արտահանձնի, որովհետև Հայաստանում արդեն ակնհայտ է, որ քաղաքական հետապնդումներ կան, Սամվել Կարապետյանի թարմ գործ օրինակ, ԲԴԽ-ի նախագահին SMS-ով ազատել օրինակ, այսինքն ամերիկյան դատարանը տեսնելով, որ այստեղ բանտերում մարդկանց վատ են վերաբերվում, 1, հիշեք Լուբարաշյանի դեմքերը, տեսնելով, որ ում ուզում կալանավորում են, ինչքան ժամկետով կալանավորում են վարչապետի Facebook-յան գրառումներով, 2, ու նրան չի արտահանձնելու Հայաստան։ Հետևաբար ես կարծում եմ, որ նա ազատ է արձակվելու եւ շարունակելու է խոսել եւ մասնակցել հանրային կյանքին։ Գնացինք առաջ։ Մեկը գրել է. ոնց ժողովրդին կհամոզեք, որ դուք ընդդիմադիր եք, քանի որ դուք միշտ եղել եք իշխանության կողքին, ուրեմն իմ կյանքի ընթացքում իշխանության կողքին երբեք չեմ եղել, բացի այն հատվածը, որ այն ծրագրի համար, որպեսզի Լեռնային Ղարաբաղը մնա հայկական, ես գնացել եմ եւ պայքարել եմ, որպեսզի այդ ծրագիրը կյանքի կոչվի։ Միայն բացի այդ հատվածը, ընդ որում իշխանություն ունենալ նշանակում է ընտրություններով կամ որևէ կոալիցիայով ունենալ իշխանություն, գործադիր իշխանություն, ոչ թե ինչ-որ լծակ վերցնել, այդ լծակը փորձել կոնկրետ իրադրության վրա կիրառել եւ փորձել այդ հարցերից։ Հետեւաբար գրող մարդը բացարձակապես Հայաստանի վերջին գոնե 10 քանի տարվա պատմությունից տեղեկություն չունի։ 12 թվին падգամավոր եմ ընտրվել, մինչև 17 թիվը եղել եմ անկախ падգամավոր, ընդդիմադիր գործունեություն եմ ծավալել, 17 թվին առաջնորդել եմ ելք դաշինքի ցուցակը, մտել ենք խորհրդարան, եղել եմ ընդդիմադիր, 18 թվին ելք դաշինքը, այստեղ մեկ արձակել է ինչպես փլուզվեց ելք դաշինքը։ 18 թվին ելք դաշինքը փլուզվել է Նիկոլ Փաշինյանի կողմից առաջնորդած հեղափոխության արդյունքում, մենք առանձին մասնակցել ենք ընտրություններին, լուսավոր Հայաստանը մտել է պարլամենտ, եղել են դիմադիր մինչև վերջին պահը, երբ որ ցրվել է պարլամենտը պատերազմից հետո, ընտրություններին մասնակցել ենք որպես ընդդիմադիր, նորից դուք ժողովուրդ գնացել եք ընտրությունների ժամանակ, ընտրել եք 3 մարդուն, որ ամենաշատն եք սիրել այդ պահին։ Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին։ Սա որ ասում եմ, բավականին մարդիկ նյարդայնանում են, բայց դա էլեկտորալ է, ընտրական արդյունքներն է, դուք եք որոշել, դուք եք ընտրել, դուք եք դա արել, դրա համար էլ հիմա ունեք այս ձևի պարլամենտ, որ ասենք օրու մեջ ծեծ են ուտում կամ ծեծ չեն ուտում, հալավ տենց հերվից գորգորում են գնում տուն, ասենք դա ձեր ձևավորած պարլամենտը վերջի շրջանի դա է։ Գնանք մյուս հարցերին, սիրելի հայրենակիցներ ջան։ Իրան-Իսրայել հակամարտության եւ Հայաստանի հնարավոր ռիսկերի մասին։ Սիրելի հայրենակիցներ, ես ուզում եմ առանձին խոսել սրա մասին։ Ուզեմ ասել հետեւյալը, որ Հայաստանում տեսեք ամենօրյա ռեժիմով այստեղ զբաղված են խորագույն ապուշություններով, հա, շուտ մեր հայրենակցին են կալանավորում, եկեղեցու դեմապայքար գնում, կուսության, կուսակրոնության, անկողնու հարցեր, ինչ որ անհայտ երեխաներ, ինչ որ այս խառը վիճակ է, հա, այն պահին, երբ որ մեր հարևան մեզ համար շատ կարևոր ռազմավարական պետությունը ռմբակոծվում է պատերազմի մեջ է Իսրայելի հետ եւ քաղաքակիրթ աշխարհի մի մասը աջակցում է Իսրայելին։ Միացյալ Նահանգները հնարավոր է որ ռմբակոծի։ Եթե Միացյալ Նահանգները այն կարևոր ծանր ռումբերով գա ռմբակոծի, որպեսզի ատոմային օբյեկտներին խփի, որը շատ խորն են, դրա մասին վերլուծությունները կան, դա կարող է բերել նրան, որ 100,000-ավոր փախստականներ գան դեպի Հայաստանի Հանրապետություն։ Բնականաբար Քանի որ Հայաստանի Հանրապետությունը բացարձակապես չկառավարվող պետություն է, այնտեղ բոլորը այտենց պետք է մեղավոր կլինեն բոլորը, բացի կառավարությունը, այդ ռիսկը չի կառավարվելու ու չգիտեմ ստեղ ինչա տեղի ունենալու։ Ինչ ասես կարող է տեղի ունենա։ Հետեւաբար իմացեք, ասենք որ նման ռիսկ կա եւ մեր ազդեցությունից դուրս է։ Մենք չենք կարող ազդել, որ Ամերիկան չհարվածի կամ հարվածի։ Մենք չենք կարող ազդել, որ Իրանը եւ Իսրայելը համաձայնության գան։ Մյուս կոմպոնենտը Արևմուտքը եւ Իսրայելը փորձում են ռեժիմը փոխեն Իրանի։ Պատկերացնենք Իրանի ռեժիմը փոխվում է եւ այաթոլլաների այսպես կոչված ռեժիմը փլուզվում է եւ գալիս է քաղաքացիական ռեժիմ։ Մեծ վակուում է առաջանալու, որտեղ լծվելու է Թուրքիայով եւ Ադրբեջանի ազդեցությամբ։ Այսինքն մենք ունենալու ենք մյուս պրոթուրքական երկիրը մեր հարևանությամբ, որը կարող է նաեւ փլուզվել եւ մասնատվել։ Եվ այնպիսի քաոս բերել տարածաշրջանում, որ ասում է մալը не покажется, էլի ռուսերեն։ Չեմ ուզում անգամ բան անեմ։ Այսինքն ուրախանալ, ցնցվել, որ վայ, այո, այդ բանը մենք դեմոկրատիա ենք, իրանք չէ, բթող այո, այ թող փլուզվի, բան շուտ ջան, դուք չեք պատկերացնում ինչ կլինի։ Տեսեք, Արևմուտքը ամեն ինչ արեց, որ Սիրիայում ռեժիմը փլուզվի։ Փլուզվեց ռեժիմը։ Բայց Արևմուտքը, այսինքն Սիրիան չդարավ ԵՄ անդամ, դարավ թուրքական մի հատ բան, իշխանությամբ թուրքական ազդեցությամբ պետություն։ Վերջ։
Այսինքն նես չի որ արևմուտքը որ աջակցում որ փլուզվի, հետո դա դառնում է արևմտյան երկիր, դեմոկրատիայի բաստիոն, աջակցում է իր հարևան դեմոկրատիա, չկա նման բան։ Գալիս է քաոս, մարդասպանություններ, կոտորած, փախստականներ, տնտեսության փլուզում, կործանում։ Դա է լինում։ Հետաբար ես կյանքում չեմ ցանկանում, որ Իրանի Իսլամական Հանրապետություն դա տեղի ունենա, որովհետև դա չի բխում այսօրվա Հայաստանի Հանրապետության շահերից։ Այսօրվա Հայաստանի Հանրապետության անկախ ինքնիշխան լինելու ջատագովներից մեկն էլ Իրանի Իսլամական Հանրապետությունն է։ Այսինքն Ռուսաստանի Դաշնություն, Իրանի Իսլամական Հանրապետությունը այս տարածաշրջանում ուզում են որ լինի անկախ Հայաստանի Հանրապետություն։ Դրա համար դեռ կա։ Գնացինք առաջ, հաջորդը Էլի Իրան-Իսրայել հակամարտության ստացման ֆոնին որքան հանրական համարում Ադրբեջանի կողմից հնարավոր հարձակումը Հայաստանի արևելյան սահմանի վրա, ցելի հայնակիցներ։ Ես ոչ թե հարձակում եմ այդտեղ մի քիչ բան, այսինքն հարձակումը մի քիչ այլ է։ Հնարավոր է սրացման արդյունքում Ադրբեջանը ասի որ, քանի որ իմ կապը Իրանի միջոցով խաթարվում է դեպի Նախիջևան, հա, դրա համար պետք է Հայաստանը տա այդ ընդհանուր կարող են հումանիտար կորիդոր, անկան ինչ ասես ան կարող են դնել, բայց այդ սոուսի տակ գան եւ ուզեն են ինչի մասին դուք հիմա քննարկում եք, այսինքն մտածելով որ այդպես պատերազմով գալու են գրավեն, բան դրա մասին չի գնում խոսքը, ճնշումները մեծանալու են դրա արդյունքում, ճնշումները դրա արդյունքում կարող են մեծանալ այդ սցենարների արդյունքում, որ դե Հայաստան ջան, բան չի լինի, պետք է մենք այդտեղով անցնենք եւ ես ենթադրում եմ, որ Էրդողան-Փաշինյան հանդիպման ժամանակ այդ հարցերը քննարկվել են։ Այդ հարցերը քննարկվել են զուտիմ վերլուծության բանն եմ ասում, որ այնտեղ դե խաղաղության խաշմերուկը քննարկեցինք, բան, այն ինչ Հայաստանը դառնում դրա խաղաղության խաշմերուկ, չէ։ Հիմա Լեռնային Ղարաբաղի կորուստը Հայաստանում Նիկոլ Փաշինյանը հայտարարում որ դա Հայաստանին են գտել, չէ։ Հիմա Զանգեզուրի Միչանսկի տրամադրումը կլինի, Զանգեզուրի, չգիտեմ ինչը կլինի, Սյունիքի կործանումը կլինի, դա կարա դառնա դրվի խաղաղության խաշմերուկ։ Հիմա եթե Լեռնային Ղարաբաղի կորուստը անվանվում է բան ինքնիշխանության ձեռքբերում, անկախության ձեռքբերում, ուրեմն հաշվի առեք, որ վաղը կարող է Սյունիքի ինչ որ մի խայտառակ ծրագիր անվանվի խաղաղության խաչմերուկ։ Հիմա մեզ դրան են նախապատրաստում, դա համար մենք պետքա օր առաջ կանգնացնենք այդ բոլոր process-ները, որ դա տեղի չունենա։ Բայց Իրան-Իսրայել process-ներ կան, որ մեր ազդեցության տարածքից դուրս են, եւ այստեղ հարց կա, ով կարող է զսպել տարածաշրջանում, միայն Չինաստան, Ռուսաստան զույգը կարող է զսպել այդ process-ը։ Կա արդյոք process-ներ Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից Չինաստանի, Ռուսաստանի հետ։ Վստահ եմ, որ ոչ այդ հարցերում, որովհետև մենք տեսնում ենք հարաբերությունների այս սառը մակարդակը, մենք տեսնում ենք դա, որ այսինքն Հայաստանը հրճակվել է ֆորպոստ մինչև 18 թվական, այսինքն 18 թվականին սա ֆորպոստ էր, ես ֆորպոստի վարչապետ էի։ Այսինքն անդադար այն Հայաստանը, որը քառակուսի կիլոմետրով ավելի շատ տարածք էր վերահսկում, ավելի հզոր էր, քան այս Հայաստանը, այն Հայաստանը, որ ավելի հզոր էր, քան այս Հայաստանը, անվանվում է ֆորպոստ։ Ասենք դուք ուզում եք տարածաշրջանի երկրները մեզ ոնց վերաբերվեն, ասենք անկեղծ եկեք կրնենք, էլի։ Ոնց մեզ նայեն, ասեն, սրանք ովքեր են, ով են այս մարդիկ, էլի։ Պատնայեք Վրաստանի հետ ռազմավարական համագործակցության պայմանագիր են կնքել իշխանությունները։ Կյանքում չի եղել, որ մենք Վրաստան խնդրեմ ունենք, ասեն մենք ունենք Վրաստանում խնդիրներ։ Դուք որտեղ խնդրեմ չունենք, ընդեղել են խնդրեմ առաջացրել։ Ինչ չէ, որ ինչ որ միտեղ լավացել, ասենք ռուսների հետ վատացել է, Ամերիկայում լավացել է։ Չկա տես բան։ Ոչ մեկի հետ ոչ մի բան չի լավացել։ Գնացինք, ձեր կարծիքով ի վերջո ինչի Վրաստանը ընտրեց ռուսամետ ճամբարը, չնայած ունեցած ցավոտ հիշողության, պատերազմի ռմբակոծության եւ տարածքների կորստի տեսքով Ռուսաստանի կողմից։ Եվ այնուամենայնիվ ընտրեցին լինել Ռուսաստանամետ եւ ինչու ճիշտ հակառակը Հայաստանը արեց բարեկամ դաշնակից հարաբերությունը հասնում ենք ընդհուպ մինչև խզում։ Խոսքը պատճառների եւ նպատակների մասին է։ Ընտիր հարցասիրելի հայրենակիցներ, ասեք Վրաստանում եկավ իշխանություն եւ պատմականորեն եթե դուք նայեք 100 տարի առաջ էլ իրանք միշտ շատ ավելի արագ, շատ ավելի ճիշտ են կողմնորոշվել։ Երբ որ պահն էր որ Եվրոպայից օգտվեն իրանք Եվրոպայից էին օգտվում, Հայաստանը չէր կողմնորոշվում։ Սխալ բան, խառը բաների մեջ էր։ Երբ որ պահն է որ հիմա պետքա ճիշտ ընտրություն անեն եւ չխառնվեն համաշխարհային գլոբալ շարժերին, օրինակ ռուս-ուկրաինական պատերազմում կողմ բռնեն բան։ Վրաստանը էլի ճիշտ ընտրություն է կատարում, այսինքն իրանք ինչ ասին, ասին մենք չենք ուզում երկրորդ ֆրոնտ բացվի։ Եվ Իվանիշվիլին հայտարարեց դրա մասին եւ մնացած պաշտոնատար անձինք։ Եվ դրանից հետո ինչ տեղի ունեցավ։ Նրանք
վերընտրվել են, ճիշտ է անդիմությունը վիճարկում է, ցույցեր եղան բան դրանք անցան, երկու առաջ էի Վրաստանում ամեն երեկո կենտրոնական փողոցը փակվում է մի քանի ժամով, մի քանի 100 մարդ չկային, ես գիշերը այդտեղ էի, գնացի նայեցի, այսինքն նայեք, ընդդիմությունը չի ճանաչում նման բաները ցախ կա, բայց իմացեք, այն որ հայկական ֆուտբոլի ազգային հավաքականը, վրացական ֆուտբոլի ազգային հավաքականին պարտվում է 9-1 հաշվով, ես չեմ 9-1 է, չէ՞ թե 9-0 էր, լավ, էական չի, 9 Իմացեք Հայաստանի ցանկացած ինստիտուտ, Վրաստանի ցանկացած ինստիտուտ 9 հաշվով հետ է, 9 կամ ավել։ Հետեւաբար Վրաստանը շատ լուրջ երկիր է։ Եվ իրանց պետականության ինստիտուցիոնալ հիշողությունը ավելի հզոր է, ավելի խորն է, ավելի արմատական է։ Եվ այդ իմաստով նրանք էլի շուտ ճիշտ կողմնորոշվել են, նայեք վրացական տնտեսությունը, ոնց է ծաղկում, նայեք ինչա կատարում հայ-վրացական հարաբերություններում, ասում են մենք ձեր կոնյակները պետքա ստուգենք, որտեղ դրանք վատն են, մենոնք ասում են դա տրանզիտ է, անցնում է Ռուսաստան։ Քույժ գործն այնտեղ ինչ մակարդակի կոնյակ են խմում մեր կողմից, ասում են չէ, պիտի դա լաբորատոր բան ասնի, ուզում եք ԵՄ լաբորատոր, չգիտեմ, ինչ որ խոչընդոտվում է։ Խի, որտեղ նայեք ովքեր են մեր նախարարները, նայեք, ասենք էկոնոմիկայի նախարարը քանի անգամ ասում է, ես կգնամ Վրաստան, դու ասում ես պետքա գնամ Վրաստան, ես դեռ չեմ գնացել, կարող իրանք գան, դու ասում կարող զանգով լուծեմ։ Նման բաներ, նայեք, դուք ում եք ծափահարում, ինչի համար եք ցնծում, իբր թե բան մենք ինչքան ինքնիշխան հայտարարում ենք, ինչքան ինքնիշխան ենք, այնքան մեր համար վատ է լինում։ Բայց բնականաբար սուտ է։ Ինքնիշխան որ լինես, քո կոնյակը չեն կանգնացնի այնտեղ, էլի չկա նման բան։ Դու թուլանում ես, քո գործողությունների քայլերացում դու թուլանում ես։ Հիմա Վրաստանը ինչի արել, ըստ Վրաստանի չի բացել երկրորդ ֆրոնտը եւ կողմնորոշվել է այնպես, որ խաղաղություն է հիմա։ Պատերազմ չկա, իրանք պահանջում են Ռուսաստանից իրենց տարածքների ազատագրում, միևնույն ժամանակ, բայց չվերթներն է բացվել, վրացական ապրանքներն են ռուսական շուկաները գրոհում, Վրաստանը դա հենց Հարստանում է։ Դա հենց Հարստանում է։ Միևնույն ժամանակ չճանաչելով Ռուսաստանի կողմից վերահսկողության տակ վերցված, օկուպացված, ոնց ուզում եք անունը դրեք, կամ ճանաչված որպես առանձին երկիր Հարավային Օսեթիան եւ Աբխազիան։ Չի ճանաչում, այդ վեճը ունի, բայց աճում է առևտուրը այնտեղ։ Իրանք համ այդ սաղ ինչ սանկցիաներ ունեն իրարած լրիվ հանեցին եւ հարաբերությունները փորձում են գոնե տնտեսական մասով, ամբողջությամբ վերականգնել։ Մոսկվայում խանութներում, ասենք, վրացական կոկա-կոլա է դրած, որ ասենք սանկցիոն ապրանք կարող է համարվել, էլի։ Ասենք հայկական կոկա-կոլան չի հասնում Մոսկվա։ Վրաստան արտադրվածն է հասնում։ Մարդիկ ցանկացած ճգնաժամից քաղում են օգուտներ։ Հիմա Հայաստանը ինչ որ մասով քաղեց օգուտներ, հիմա ասենք Հայաստանը ինքը իր ոտքին կրակում է ամեն օր։ Կոնկրետ հայ-ռուսական հարաբերությունների մասով այստեղ հարցի վերջին եմ անդրադառնում, որ ասում են մենք խզում ենք եւ այլն եւ այլն։ Կամ ասենք այնտեղ հապկից հայտարարություն կա, որ անդամավճարը չենք վճարում, չգիտեմ ինչ ենք անում։ Ժորժ ջան, մենք մեզ ենք վնասում։ Մենք ինչ անում ենք, մեզ ենք վնասում։ Ինչ անում ենք։ Գնացինք առաջ։ Աժեն ունի 107 падգամավոր, ամրստայության գործընթացը հաջողելու համար քյուրայության ժամանակ պետք է 54 պլյուս կողմ ձայն։ Ճիշտ է դեռևս ընդամենը 2 ստորագրություն կա Հովիկ Աղազարյանի դիմում փաստաթղթի տակ, բայց միևնույն է վերջնական նպատակը, եթե Նիկոլին հեռացնեն է, անհրաժեշտ է 54 գումարած ձայն։ Հետեւաբար տրամաբանական կլինի, եթե տարվի աշխատանք ԱԺ բոլոր խմբակցությունների падգամավորների հետ զուգահեռաբար։ Ընդդիմադիր ֆրակցիաների падգամավորների դիրքորոշները քիչ թե շատ հայտնի են, ինձ հետաքրքիր արդյոք բանակցությունները եղել են ԿՓ падգամավորներից որևէ մեկի կամ մի քանիսի հետ։ Ինչ որ աշխատանք տարում է ԿՓ падգամավորների հետ։ Եղբայր, չկամ չգիտեմ, եղբայր կարող կինա, հարգարժան քաղաքացի, չեմ տեսնում։ Այս հարցին մենք անդրադարձել ենք, եթե ընդդիմությունը իր ստորագրությունները չի տալիս։ Նայեք, ընդդիմությունը ասել է, մենք չունենք տեխնացու վարչապետի, մենք չենք նախաձեռնելու, բայց պատրաստ ենք տալ ստորագրություններ։ Երկու ֆրակցիաներն են դա ասել են, եւ Ռոբերտ Քոչյանը եւ Սերժ Սարգսյանը։ Հենց եղել է նախաձեռնություն վարչապետի տեխնացու, ասել են չենք տալի, բան, Նիկոլ Երկուսն է, ես շատ դեմ 8 հատ չի, չգիտեմ ինչ անում, չեն տվել ստորագրություն։ Այդ պայմաններում գնալ ԿՊ-ի որևէ падգամավորի հետ բանակցել, դա աբսուրդ է։ Բայց մի բան ակնհայտ է, որ եթե այդ process-ը իմ պարագայում միանշանակ կարող է մեկնարկել, որովհետև երկու ընդդիմության կորած ստորագրությունները ԿՊ-ի երկու ստորագրությունով, ԿՊ-ից հեռացված երկու մարդ ստորագրությունով կա։ Այն մյուս պարագաներում անգամ չի էլ մեկնարկելու։ Իմ պարագայում որ մեկնարկի, ձեր ասած փուլը կգա ԿՊ-ի հետ բանակցելու, ԿՊ-ից մարդիկ բերելու եւ այլն եւ այլն։ Ինչի իմ պարագայում հնարավոր է, որտեղ այնտեղ մեկը գրել է, չէ, ելքը բանը։ Մենք այտենց ժամանակներ ա եղել, չէ, որ իրար հետ մի դաշինքի մեջ ենք եղել, ճանապարհ ենք անցել։
Այս պարագայում, երբ որ Սերժ Սարգսյանը մարդ է դնում, դա պարզա որ շո մեռավ process-ը։ Process-ը սպանել են հերթական անգամ, դե սպանել են, անցել են առաջ։ Այդտեղ արդեն ես այդտեղ բան չեմ տենում, այդտեղ երկու ֆրակցիաներն ասում են չենք տալու ստորագրություն, դե չեն տալու։ Մենք մեր քայլով ցույց տվեցինք ում եք դուք ընտրել 2021 թվականին։ Այսքան բան, ուրիշ ավել բան ինչ կարող անենք։ Ձեր աչքերը անդադար բացում ենք այս process-ների հետ կապված։ Եթե հանկարծ այս խելառը ընդունի 100,000 ադրբեջանցիների վերադարձի պահանջը իբր իրենց հայրենիք, որն է լինելու Ալիևի մյուս ծրագիրը։ Ժորժ ջան, չեմ ուզում, ասա մասին շատ ենք խոսել։ Ես ուզում եմ ասել հետևյալը։ Եթե 300 ադրբեջանցի էլ գա մի գյուղում բնակվի այստեղ, մի գյուղում գա բնակվի, այստեղ ժողովուրդը սկսելու արտագաղթել։ Որտեղ դա արդեն այնպեսի ուղերձ է, որտեղ ինչ ասում Ալիևն, ասում է ոչ միայն պետք է արևմտյան Ադրբեջանի ժողովրդից մարդիկ գան, ասում է նաև նրանց անվտանգությունը պետք է ապահովի, բայց քանի որ Հայաստանի ԵԱՊԱ մարմիններին չեն մստահում զինված ուժերին, իրենց անվտանգությունը ադրբեջանցիներն են ապահովել, այսինքն իրանք ուղղակի զուտ քաղաքացիական չեն գալու, զորքերով են գալու։ Դուք հասկանում եք ինչի մասն է խոսքը գնում։ Հիմա նայեք երեք վարչապետը խոսել է, որ ախր դա պետք չի, ուզում են գնան գան, ուզում են ուղղակի անցնեն, ուզում են ուղղակի գնան եւ գան, ինչի պետք է մենք դրան դեմ լինենք, դա տրամաբանական չբանա, չէ՞։ Ինչի այսօր, հենց այսօր Բայրամովը հայտարարել որ Հայաստանը չի կատարում Զանգեզուրի Միչանսկի հետ կապված նոյեմբերի 9-ով իր պարտականությունը։ Այսինքն Հայաստանը նոյեմբերի 9-ով իր Ադրբեջանի պարտականությունից չի խոսում։ Նրանք հենց Թուրքիայի հանդիպումից հետո այսօր այդ հայտարարությունն արել են։ Ինչ խաղաղության խաշմերուկ, ինչ բան։ Ասենք մենք ոնց ենք ու մենք adekvat ենք, թե adekvat չենք։ Այսինքն այս պայմաններում Ժորժ ջան դուք բան եք անում, էլի ուզում եք որ ես ասեմ որ այստեղ 6 հատ հարց է ավելացել, ես 10 հարցերին արդեն պատասխանել եմ։ Մեկ էլ Էդմոն ջան, ինչի ձերներով որոշեցիք համագործակցել այս թրքահապատակ իշխանությունների հետ, ինչ որ sense բաներ, ելք դաշինքը 18 թվին, բան, Ժորժ ջան, բոլորի աշկի առաջ 17-16 թվականին հիմնադրվել է ելք կուսակցությունների դաշինքը 3 ուժերով։ Եվ քաղաքացին հարցնում է, բոլորի աշկի առաջ եղել, հիմնադրվել է, ընտրություններին մասնակցել է, 18 թվականին հեղափոխությունը իրականացվել է Նիկոլ Փաշինյանի առաջնորդությամբ եւ հետո փլուզվել է ելք դաշինքը, այսինքն քաղաքացին էս հարցն է տալիս, որը բոլորը անգիր գիտեն։ Հետո ասում է ինչի եք խզել հարաբերությունները ելքի մյուս ուժերի հետ, բարձրակրպեի հետ հարաբերություններ չկան, խոսքը գնում է եւ Հանրապետություն կուսակցության հետ, Հանրապետություն կուսակցությունը ամբողջությամբ սատարում է Նիկոլ Փաշինյանի թեզերը, որը ես չեմ կիսում եւ ամբողջությամբ աջակցում է իշխանությանը եւ կոալիցիայի մեջ է գտնվում։ Ինքն ինչ տարբերություն իմ համար։ Դե այս հարցը բացարձակապես չգիտեմ, ակնհայտ պատասխանված հարց է։ Եվ նշում է, որ ով բերեց Նիկոլ Փաշինյանին հեղաշրջում եղավ, բան Ժորժ ջան, մի մոռացեք, Նիկոլ Փաշինյանը ընտրվել է պարլամենտական process-ով, սահմանադրական, նա հենց դարձել է վարչապետի թեկնածու։ Պետական պահպանության ծառայությունը նրան անվտանգություն է տրամադրել, դեռ վարչապետ չէր ընտրվել։ Այսինքն Սերժ Սարգսյանը նա ստացել է պետական պահպանություն, երբ որ դարձել է թեկնածու, որից հետո նա առաջադրվել է սկզբից ելք դաշինքի կողմից չի ընտրվել, չեն քվեարկել, հետո առաջադրվել է արդեն համապատասխան թվով պատգամավորությունների ստորագրությունները, որի մեջ են եղել ելքի, ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի ստորագրությունները եւ առաջադրվել է եւ նա ընտրվել է վարչապետ նաեւ Հայաստանի Հանրապետական կուսակցության պատգամավորների ձայներով, որի մասին հայտարարել է ֆրակցիայի ղեկավար Վարան Բաղդասարյանը, որ ՀՀԿ-ն որոշել է մարդ չառաջադրի եւ բավարար թվով ձայներ տա, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Դրա ունը դնել հեղաշրջում, դա խապկանք է, սուտ է, դա ասենք հանրապետականների հայտարարությունն է, որ post factum ուզում են իրանց վրայից այդ բեռը մյուս կողմ բրթեն, բայց չի լինի։ Իրանք մասնակցել են եւ իրանք ընտրել են Նիկոլ Փաշինյանին եւ նաեւ վերջին շրջանում, որ ընտրվել էր, փորձում էին հետելեզու գտնեն աշխատեն։ Ասենք սահմանադրական դատարանում էին փորձում աշխատեն, դեսպաններ էին փորձում աշխատեն, նախարարներ էին փորձում աշխատեն, բոլորը փորձում էին լեզու գտնեն աշխատեն։ Թող հիմա post factum sense բան հեքիաթներ չպատմեն գոնե այն մարդկանց, ասենք ինձ, որը անգիր գիտի ոնց է եղել սա։
Իշխանության հեռացնելու ճանապարհները, որոնք են դրա մասին խոսել եմ, այստեղ թեմաներ կան, որոնց մասին մանրամասն խոսել եմ, եթերից հետո ես YouTube-ի լինքերը այդ հարցերի վերաբերյալ կտեղադրեմ, խնդրում եմ, եթե չեք դիտել, դիտեք։ ԽԻԿԲ-ն քարկցեց հայկական կրիպտոկյանքի, կրիպտո համայնքի ու առհասարակ Հայաստանում կրիպտո օգտագործելու կանխիկացնելու եւ այլնի վրա, ծերի հայրենակիցներ Հայաստանը գտնվում է Հայաստանի կառավարությունը պատմության մեջ ամենաշատ ազդեցությունը հիմա կառավարության վրա բանկային համակարգ ունի, քան երբևէ ուներ։ Բանկային համակարգը գտնվում է եվրոպական բանկային համակարգի ազդեցության տակ։ Եվ Հայաստանի կառավարությունը որոշել է այդ համակարգին միանա։ Միացյալ Նահանգները գնում է ազատականացման ճանապարհով։ Մեզ պետք է ընդունել Միացյալ Նահանգների մոդելը, կրիպտո արժույթի, կրիպտո շուկայի եւ կրիպտո տեխնոլոգիաների իմաստով, բայց մերոնք գնում են սահմանափակման ճանապարհով։ Տեսեք ինչ են անում։ Քեշ փողը, լավ ասեմ, փողը, թղթային փողը վերացնում են երկրում։ Կրիպտո արժույթները, կրիպտո պրոցեսները նորից փակում են, վերացնում են, որ չզարգանա այս ոլորտը, որ ամբողջ երկիրը լինի վերահսկողության տակ։ Մի օր Հայաստանի նկատմամբ բանկային համակարգի կողմից, բանկային համակարգում սանկցիա կիրառվի, երկիրը կոլապսի կընթերվի, որովհետև մեր կառավարությունը աշխատում է մեր շահերի, մեր ազգի, այս պետության, սփյուռք ունեցող պետության, տարբեր տեղերից փող ուղարկող ազգի շահերի դեմ, ամբողջությամբ։ Որովհետև մի ազգ, մի պետություն, որ այդքան փող է դրսից ստանում, դնի այդքան բան ընդունի, որ այդ փողը կանգնացնի, ինքը իրան գլխա, ինքը իրան կործանում է, ոնց բացատրեմ։ Դա ասենք, ոնց կա, դա առանց հասկանալ, բայց իրանք այդքանը չեն հասկանում։ Շուրջան հասկանում են։ Ինչ են անում, ինչ որ լոբինգներ կան, ինչ որ ծրագրեր է իրականացում, ինչ որ լոբինգներ կան ներսում։ Հիմա լոբինգը բանկային է, այդ լոբինգը չգիտեմ ինչային է, ոնց է, այդ լոբինգները կան, դա արվում են։ Եվ այդ դրա վերաբերյալ առանձին հայտարարություն եմ արել, այս կրիպտո արժույթի այս օրենսդրության նախագծի վերաբերյալ, կոչ եմ արել չընդունել երկրորդ ընթերցումով, բայց իրանք ընդունել են եւ վերջնական են ընդունել։ Ես դատապարտել եմ, այդ հայտարարությունը նույնպես կտեղադրեմ, դրանեղ մանրամասը գրել եմ։ Մարուքյան ջան, ես մի պարզ բան հասկացա, որ Նիկոլը Թուրքիա գնալուց առաջ Սամոյին մտածված ձերբակալեց, քանի որ Սամոն մեծ արգելք է հանդիսանում Թուրքիայի համար։ Սամոյի պայքարը Թուրքիայի դեմ է, ոչ թե ՔՊ-ի, Սամոն մի վայրկյանում ՔՊ-ին կտրորի, եւ ինչ եք մտածում, որը կախտի այս դեպքում։ Սիրելի հայրենակիցներ, ես չգիտեմ Սամվել Կարապետյանը ինչ է մտածում կամ ինչ պլաններ ունի, բացարձակապես չգիտեմ։ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չէ։ Նա մեծ ներդրող է եւ մեծ բարերար։ Նա Հայաստանում չի հարստացել, նա նախկին չէ, հիմա փորձում են իշխանությունները ասակեն նախկին, ես Սերժ Սարգսյանն էլ տենց արդեն գովազդ դրել Սերժ Սարգսյանն Instagram-ում հետանկարով բան, ուզում է քաշի իր կողմ, դե քոչանականներ կան, ուզում են քաշեն իրանց կողմ, բան ամեկ ուզում է այդ բարի համբավից մի քիչ տանի, հա, դա մանր ժուլիկություն է, մանր, նա ոչ նրանց հետ կապ ունի, ոչ նրանց հետ, նա Հայաստանում անդադար ներդրումներ է արել, ով իշխանություն է եղել, այդ իշխանության հետ համագործակցել, աշխատել է, նույնը դες իշխանության օրոք է եղել, ուղղակի եկել է իր հոր 40-45-ն է եղել, հա, այնտեղից եկել է Էշմիածին, պատարակ է եղել, լավով մոտեցել է, հարցրել է ինչ կարծիք ես, ինչ կարծիքի պետք է լինեմ։ Բնականաբար քննադատել է իշխանությանը եկեղեցու դեմ արշավի համար։ Այստեղ կաթողիկոս բանես չէ հարցը, եկեղեցու դեմ է այդ արշավը եւ այդ արշավի շահում է Ադրբեջանը։ Ամենամեծ հայկական լոբիստական կառույցը վարկաբեկվում է։ Հիմա ինչ պետք է ասեր Սամվել Կարապետյանը, որը եկեղեցու հայրաքելական սուրբ եկեղեցու ամենախոշոր հովանավորն է։ Բարերարն է ամենախոշոր։ Պետք է դատապարտել է։ Նիկոլ Փաշինյանն բռնել է դրա համար։ Վերջ, էսա։ Իսկ ինչի է Թուրքիա գնալուց առաջ կալանավորվել, որովհետեւ իմ վերլուծությունն այն է, որ հստակ էր, որ չէին կարող չճնշել, չազդել, եւ այդ ճնշումները դատարանների նկատմամբ մենք գիտենք ԲՏԽ նախագահի SMS-ով հեռացման պարագայում չէին կարող չանել եւ արել են եւ այդ կալանքը, այդ ամբողջ process-ը քաղաքական հետապնդում է։ Այսինքն ինքը քաղաքական գործիչ չի, բայց իր նկատմամբ process-ը քաղաքական հետապնդում է միանշանակ։ Մնացածը թե ինքը ինչ պլաններ ունի, ինչ հաուզում անի, բան, չգիտեմ ժողովուրդ։ Այդ մարդը ոչ քաղաքականությամբ է զբաղվել, ոչ զբաղվում է, ոչ էլ չգիտեմ, կարող զբաղվի կամ չզբաղվի, բան մեզ հայտնի չի։ Մենք զուտ որպես հայ մարդ, հայ քաղաքացի ես էլ իրանց ճանաչելով դատապարտել եմ եւ իրավական եւ քաղաքական իմ մոտեցումները այդ մասով ներկայացրել եմ եւ կշարունակեմ ներկայացնել եւ կշարունակեմ դատապարտել։ Մինչեւ նրան Նիկոլ Փաշինյանը ազատ չարձակի։
Այսքան բան։ Մնացածը թե ինքը ինչ է ուզում անի, հայտարարություններ անում, կարող եք նայել եւ հուսով եմ շատ արագ նրան ազատ կարձակեն, մնացածն էլ ինքը կասի։ Նորից պարոն Մանուկյան, վաղը միանալու եք դեպի ուխտագնացություն դեպի Մայրա Թորսուր Պեչմիածին, արդեն խոսեցինք սրա մասին, խոսքը գնում է Մասիսի քաղաքապետի կողմից նախաձեռնությանը, որը Սերժ Սարգսյանի վարչապետի տեխնացուն է, որով որ Սերժ Սարգսյանը հայ ժողովրդին ասում է Նիկոլ Փաշինյանին փոխարինողը սա է, դեպաբար ոնց որ ասի Նիկոլ Փաշինյանի շուրջ համախմբեք, այդ process-ի մեջ Էդմոն Մարուկյան կամ մեր աջակիցներին դուք չեք կարող տեսնել։ Առանձին եկեղեցու աջակցություն, դա դուք գիտեք, որ դա կա եւ կլինի։ Թուրքիա այցը լինելով պատմական, փաստացի ինչ մարտահրավերներ եւ սպառնալիքներ է պարունակում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության համար, ինչ քայլերի հաջորդականություն է պետք, որպեսզի դրանք մինիմալիզացեն եւ արդյոք կան այդ քայլերի կատարող կոմպետենտ կարող ուժեր։ Վերջին հարցն է, ուզեմ ասել, որ Թուրքիայի այցի հետ կապված ես խոսեցի, դրա մասին առանձին ավելի մանրամասն խոսեմ, երկուշաբթի օր ես ասուլիս եմ ունենալու, բայց այսինքն զուտ այդ այցը ինքը իրանից մարտահրավերներ չի բխում, ժողովուրդ, պետք չի այդքան գույները խտացնել։ Բայց այդ այցն էլ պետք է, այսինքն Հայաստանը պետք է դրա դիմաց բան ստանար։ Այցի համար ես կարծում եմ չի կարելի անել, որովհետև դրա դիմաց Թուրքիան է բան ստանում։ Թուրքիան ամբողջ աշխարհին ցույց է տալի, որ ինքը այս ռեգիոնում կառավարիչ է։ Ինքն է որոշումով գա մոտը գնա, ինչ անի, բան, սա ինքն է։ Ասենք Հայաստանը դրա դիմաց ինչ է ստացել։ Ով գիտի ինչ է ստացել Հայաստանը դրա դիմաց։ Даже անգամ 22 թվին պայմանավորվածությունները չի իրականացվել։ Հետեւաբար այտենց որ ասենք ինչի է Հայաստանը բանարը ինչ մարտահրավերներ կան, բան մարտահրավերը նա է, որ մենք շարունակում ենք միակողմանի զիջումներ անել։ Մենք դիրքորոշում չունենք որևէ հարցում, որը ասել ենք ու մինչև վերջ պահել ենք որպես պետություն։ Անդադար բաներ է փոխվում մեր դիրքորոշումներում։ Մեր դիրքորոշումները սողում են անդադար։ Դա ոչ մի լավ տեղ չի տանում։ Էսա։ Բայց Թուրքիայի այցի հետ կապված ես կարծում եմ, որ դեռ տեղեկություններ կգան։ Ինքն դեռ հիմա վաղ է դրան գնահատական տալ։ Եվ նաև մենք մեզ հայտնի է, որ Էրդողանին հրավիրել են Հայաստան, անմիջապես պարլամենտական ընտրությունից առաջ Հայաստանում պետք է անցկացվի եվրոպական քաղաքական համայնքի ժողովը, եւ ամբողջ Եվրոպայի լիդերները գալու են։ Հա եվրոպական քաղաքական համայնքից նվեր է եղել Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, որ կգանք ժողովուրդը կտենա, որ այս ցիվիլ աշխարհը գալիս է Երևան, բան, sense մի քանի տոկոս ավել ձայն կտանեք։ Էդ է թեման։ Այդտեղ նաև Էրդողանն է հրավիրված։ Դե ասենք, չգիտեմ, Ալիևն էլ է երևի հրավիրված, չգիտեմ, կգա, չի գա։ Հա, բայց նաև փորձարվում մինչև այդ ստորագրել այդ այսպես կոչված համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը, որը ես խոսել եմ դրա մասին, որը Ադրբեջանը հստակ ասում է, որ մինչև սահմանադրությունը ձեր չփոխեք, չենք ստորագրի։ Հետաբար այլ տարբերակներ են հիմա փնտրում, օրինակ եկեք ստորագրենք, ասենք հետո ուժի մեջ կմտնի, երբ որ մենք սահմանադրությունը կփոխենք, կամ նա ուրիշ թող ստորագրենք, հետո դա ամեն ինչ արվում է, որ քարոզարշավի ժամանակ մի հատ ինչ որ թուղթ վերցնեն, մտնեն գյուղեգյուղ, ասեն ժողովուրդ ջան, խաղաղությունը բերել ենք, մեզ ընտրեք բանման, հա, այդ ձևի էլի։ Ունդեղ է տանանք նաև մի հատ ուրիշ թուղթ ալինելու, թե ինչքան թալան եւ գողոն են վերադարձել նախորդ իշխանություններից, դե դա հիմա տեսնում եք այդ պատղնի համայնքի, չգիտեմ, այսքան քառակուսի մետր հող բերեցին, նման բաներ։ Դե այդտեղ ասենք, եթե փորձեն հեցի այս խլելու process-ն է տանեն, ինչ եմ ասում խլելու, որտեղ պետականացման process-ի դա կապ չունի, եթե խլելու process-ն է տանեն, այդ խլելն էլ են ներկայացնելու այդ նախընտրական արշավի ժամանակ, բայց բնականաբար եթե հանկարծ պետությունը մտավ հեցի կառավարման մեջ, մենք այս էլեկտրոէներգիան, որ օգտագործում ենք, էլ չի լինի։ Սկսվի անջատվել ավելի շատ։ Տեսեք հիմա դժգոհ են, որ անջատումներ կա, չէ՞։ Փլուզվելու ամբողջ համակարգը, իմացեք։ Երևի այսքանը, ես շնորհակալ եմ հարցերի համար, հարցերը գնալով ավելանում են, ես քանի որ հարցերից մասեր կան, որ կրկնվում են, ես եթերներից նյութեր կտեղադրեմ, եւ ես ուզում եմ ձեզ խնդրել, որ միանաք մեր YouTube-ի ալիքին, եւ ես ուզում եմ խնդրել, որ միանաք նաև Telegram-ում Էդմոն Մարուկյան ալիքին եւ նաև TikTok-ում եւ բազմապատկման էֆեկտով փոխանցեք ձեր ընկերներին, հարազատներին, տարածեք, որ հնարավորինս շատ մարդիկ դիտեն։ Լավ մնացեք, Աստված պահապան Հայաստանի Հանրապետությանը։ Շնորհակալ եմ ուշադրության համար։